Կրակը քո սրտում, Սեմի Թիփիթ, Գլուխ 2. Աղոթքի անհրաժեշտությունը և արթնությունը։ Քաղաքում դժվար թե գտնվեր մի երիտասարդ կամ ծերմարդ, որոնց չհետաքրքրեին հավիտենական աշխարհի զարմանահրաշ բաները։ Դարձի գալը տարածվում էր աննկարագրելի ձևով և շարունակ աճում էր։ Բազմաթիվ հոգիներ էին դառնում Հիսուս Քրիստոսին։ Աստծո գործը շարունակվում էր, և սրբերի թիվն ավելանում։ Շուտով քաղաքում մի այնպիսի հրաշալի փոփոխություն առաջացավ, որ ամենուրեք զգալի էր Աստծո ներկայությունը։ Քաղաքը երբեք լցված չէր եղել այդքան սիրով, ուրախությամբ և այդ ամենի հետ մեկտեղ մեծ մտահոգությամբ։ Գրեթե բոլորի տներում Աստծո ներկայությունն էր տիրում։ Աստծո տված օրերը հրճվանք էին պարգևում։ Համայնքը պատրաստ էր ծառայել Աստծուն։ Աստծո խոսքը քարոզելու ընթացքում ոմանք արտասվում էին ցավից ու վշտից, ոմանք ուրախությունից ու սիրուց, ոմանք էլ իրենց մտերիմների հանդեպ ունեցած սրտացավությունից ու մտահոգությունից։ Ջոնաթան Էդվարդս։ Դարձեք դեպի ինձ, ասում է զորությունների Տերը, և ես պիտի դառնամ դեպի ձեզ։ Զաքարիա 1:3։ Այսպես է ասում ամենակալ Տերը. դարձյալ շատ ժողովուրդներ և շատ քաղաքների բնակիչներ պիտի գան Երուսաղեմ։ Մի քաղաքի բնակիչները պիտի հավաքվեն այլ քաղաքի բնակիչների մոտ և ասեն. գնանք աղոթենք Տիրոջ առաջ և աղերսենք ամենակալ Տիրոջը։ Զաքարիա 8:20-21։ Վարի փլուզումից հետո միայն մեկ նպատակակետ ենք ունենում, որին հաջորդում է Աստծո զորավոր այցելությունն իր ժողովրդին։ Աստծո կարիքն ունենալը անխուսափելի իրողություն է։ Կյանքումս կատարված բոլոր մեծ գործերից առաջ աղոթել եմ։ Երբ Ֆրեդ եպիսկոպոսը, Ֆրեդ Սթարքվեդրը և ես պատրաստվում էինք մասնակցել երիտասարդ կոմունիստների համաշխարհային փառատոնին, տեղյակ չէի, որ Արևելյան Գերմանիայում երկու աղոթող կա։ Նրանք ապրում են մի լեռնային գյուղում, որտեղ մի շաբաթ հատկացվեց աղոթքին և ծոմապահությանը։ Արևելյան Գերմանիայի երիտասարդների մեծ մասն աթեիզմի ուսմունքին էր հարում, ինչի հետևանքով եկեղեցիները գրեթե դատարկ էին։ Այդ փառատոնից մեկ տարի առաջ հովիվ Բուշն ինձ մի կիրակի տարել էր Արևելյան Բեռլինում գտնվող մի գեղեցիկ տաճար, որը ցավոք սրտի համարյա դատարկ էր։ Ընդամենը մի քանիսն էին, մեծ մասամբ 60-անց մարդիկ, իսկ երիտասարդներ չկային։ Հիշյալ երկու աղոթողներն էլ էին դա նկատել և մեկշաբաթյա ջերմեռանդ աղոթքից հետո երիտասարդական հանդիպում էին կազմակերպել, որին մասնակցել էին մոտ 60 երիտասարդներ, իսկ հաջորդ հանդիպմանը 100 երիտասարդներ, որոնց թիվը հետագայում հասավ 1000-ի։ Երիտասարդներ էին գալիս ողջ Արևելյան Գերմանիայից։ Որոշվեց ժողովներ կազմակերպել 5 խոշոր քաղաքներում։ Ժողովների թիվը գնալով աճում էր։ Կոմունիստական փառատոնից հետո ես մասնակցեցի 3 քաղաքներում կազմակերպված քարոզախոսություններին։ Մի տեղ 1500 երիտասարդներ էին եկել տաճար։ Ինձ խնդրել էին, որ Քրիստոսի խաչի վերաբերյալ քարոզ պատրաստեմ։ Երբ այդ հսկա տաճարում նստեցի, շրջապատված հարյուրավոր գերմանացի երիտասարդներով, սիրտս սկսեց ուժգին բաբախել։ Նրանք խանդավառ երգերով փառաբանում էին Տիրոջը։ Առաջնորդը հարցրեց, թե քանի՞սն են տեղացի, գրեթե բոլորը ձեռք բարձրացրին, իսկ հաջորդ հարցին, թե քանի՞սն են Արևելյան Գերմանիայի այլ քաղաքներից, ընդամենը մի քանի ձեռք երևաց։ Երրորդ հարցին, կան մարդիկ, որ Գերմանական դեմոկրատական հանրապետությունից չեն, միայն երկուսս ձեռք բարձրացրեցինք՝ ես և մի հունգարացի։ Նրան փողոցում էին վկայել և հրավիրել պաշտամունքի։ Ես թարգմանում էի, քանի որ նա գերմաներեն չգիտեր և միայն իր մայրենի լեզվով ու անգլերենով էր խոսում։ Առաջնորդները նախօրոք ինձ պատրաստել էին վերջին հարցի համար, և երբ հարցրեցին, թե արդյոք կա մեկը, որ Եվրոպայից չէ, ես ձեռք բարձրացրի։ Խոսողն ամբիոնից հարցրեց, թե որտեղացի եմ, և ես պատասխանեցի, որ Թեքսասի Սան Անտոնիոյից եմ։ Բուռը ծափահարություններ հնչեցին, որից հետո խոսողն ինձ ասաց. «Դու երկար ճանապարհ ես կտրել, արի և մեզ ողջույնի խոսք ասա»։ Երբ մոտենում էի ամբիոնին, սկսեցին ծափահարել։
Մոտ 1 ժամ տևեց ողջունիս խոսքը: Պաշտամունքից հետո երիտասարդները շրջապատեցին ինձ և 1 ժամից էլ ավելի հարցեր էին տալիս Հիսուսի հետ ունեցած իմ հարաբերության մասին: Նրանք հոգևոր գիտության ծարավն ունեին: Հաջորդ քաղաքում երիտասարդները պաշտամունքից առաջ 1 ժամ աղոթում էին, որից հետո վերցնելով կիթառները, երգով ու երիտասարդներին պաշտամունքի հրավիրելով անցնում էին քաղաքի փողոցներով, ինչն անհավանական էր: Մեկ այլ քաղաքում էլ, որտեղ 5000 երիտասարդներ էին հավաքվում Հիսուսին պաշտելու, վկայությունս տվեցի: Տաճարում ընդամենը 2500 հոգու տեղ կար, այդ պատճառով ստիպված եղան 2 պաշտամունք անցկացնել: Երբեք երիտասարդների մեջ նման հոգևոր ծարավ չէի տեսել: Արևելյան Գերմանիայում մեծ արթնության սերմեր կային: Այս սերմերը երիտասարդների սրտերում ցանվել էին լոկ աղոթքի միջոցով: Քրիստոնյայի արած մեծագույն ծառայությունը բարեխոսական աղոթքն է: Այս ծառայությամբ է հնարավոր ազգի սիրտը փոխել: Պատմության ընթացքում Քրիստոսի քաջ զինվորները ծնկների վրա են հաղթանակներ շահել: Ծնկի եկած ենք մենք տեսնում կորչող և մեռնող աշխարհին մեկնված Աստծո ձեռքը: Ծնկի եկած ենք տեսնում Քրիստոսի հարության զորության օգտակարությունը մեզ համար: Սամուել Չադվիկն ասել է. «Չկա զորություն, որ գերազանցի աղոթքի զորությանը: Դրա միջոցով հասարակ մահկանացուները զորավոր մարդիկ են դառնում: Աղոթքը բերում է զորություն, կրակ, օրհնության անձրև, կյանք և Աստծո ներկայություն: Ուսումնասիրիր եկեղեցու պատմություն և կտեսնես, որ արթնությունը սկսվում է այն ժամանակ, երբ Աստծո ժողովուրդն աղոթում է: Աստծո հոգին ամեն բանից առավել աշխարհով մեկ փնտրում է իրեն փափագող մարդկանց: Կարևոր չէ նրանց ազգային կամ ռասայական պատկանելիությունը, կարողությունները, հասարակական ու տնտեսական կարգավիճակը: Կարևորն այն է, որ նրանք Աստծո փառքը փնտրեն: Իր աղոթքի ծառայությամբ հայտնի մի մարդ կար: Այդ մարդը Ջոն Հայդն էր, որը ձեռք էր բերել «Աղոթող Հայդ» մականունը: Երբ Ուիլյամ Չեմփմանը հանդիպեց աղոթող Հայդին, ահա թե ինչ գրեց իր ընկերոջը. «Ես աղոթքի մասին մեծ դասեր եմ սովորել: Անգլիացի ավետարանչական ժողովներից մեկում ունկնդիրների թիվը չափազանց նվազ էր, սակայն մի ծանուցում ստացա, ըստ որի ամերիկացի մի ավետարանիչ աղոթքով Աստծո օրհնություններն էր բերելու մեր գործին: Նա հայտնի էր «Աղոթող Հայդ» անունով: Աղոթքն անմիջապես պատասխանվեց: Դահլիճը լեփ-լեցուն էր և առաջին հրավերից հետո 50 հոգի Քրիստոսին ընդունեցին որպես փրկչի: Բաժանվելիս ասացի պարոն Հայդին. «Ուզում եմ, որ ինձ համար աղոթեք»: Նա եկավ սենյակս, դուռը բանալիով փակեց, ծնկի եկավ և 5 րոպե լռեց: Ոչ մի ձայն: Լսվում էր միայն երկուսիս սրտերի զարկերի ձայնը: Արցունքները սկսեցին հոսել: Զգալի էր Աստծո ներկայությունը: Այնուհետև արցունքներն աչքերին վեր նայելով, ասաց. «Ով Աստված»: 5 րոպե էլ լռեց: Դրանից հետո, երբ գիտեր, որ Աստծո հետ է, նրա սրտի խորքից բխեցին այնպիսի բարեխոսական աղաչանքներ, որ երբեք չէի լսել: Ոտքի ելա, հասկանալով, թե ինչ է բարեխոսական աղոթքը: Մենք հավատում էինք, որ աղոթքը զորություն ունի, սակայն նման բան երբեք չէինք փորձառել: Աստված աղոթող Հայդի միջոցով գործեց Հնդկաստանում: Նրա օրինակը ցույց տվեց, թե ինչպես Աստված կարող է բարեխոսի միջոցով իր ավետարանը հասցնել հազարավորներին: Անհրաժեշտ են այնպիսի մարդիկ, ովքեր հոժար են խրամատի մեջ կանգնելու և հունձքի համար աղոթելու: Դա է անտեսանելի ծառայությունը: Հազարավորների համար աղոթողը հայտնի չէ մարդկանց: Սակայն երկնավոր Հայրը այդ մարդկանց լավ է ճանաչում: Հաճախակի ենք լսում Մուդի, Գրեհեմի նման մարդկանց մասին: Բայց հազվադեպ ենք լսում այն հասարակ մարդկանց մասին, ովքեր աղոթել են ավետարանիչների համար: Աղոթելիս այդ սովորական մարդիկ հավաստիացել են, որ Աստված կարող է արտասովոր բաներ անել: 1985 թվականի սեպտեմբերին Գրեհեմն այցելեց Ռումինիա 8-օրյա քարոզարշավի: Չիկագո Տրիբյուն թերթը գրեց. «Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր այդքան շատ մարդ չէր հավաքվել: Հոգևոր հավաքներին մասնակիցների թիվն անցնում է 30 000-ից: Գրեհեմի քարոզչական ծառայության տեղեկատվությամբ ավելի պատկերավոր նկարագրվեց նրա գործունեությունը:
150,000-ից ավելի մարդիկ տեսան ու լսեցին Գրեհեմին, նա 11 օրով գնացել է Ռումինիա 7 օր անընդմեջ քարոզելու։ Տեղացի պետական պաշտոնյաներն ու կրոնական առաջնորդները դա նկարագրում էին որպես մի արտառոց և աննախադեպ իրողություն։ Իր քարոզած քաղաքներում յուրավոր մարդիկ նրան դիմավորում էին ծափահարություններով, երգերով ու բացականչություններով. «Բիլլի Գրեհեմ, Բիլլի Գրեհեմ»։ Պարոն Գրեհեմն իր յուրահատուկ ծառայությամբ գրավել էր բազում մարդկանց, այդ պատճառով էլ հրավիրվել էր Արևելյան Եվրոպայի 6 երկրները, նաև Խորհրդային Միություն։ Գրեհեմի քարոզարշավը հատուկ մի կողմ ուներ, որը երբեք չէր նշվում թերթերում։ Աստված պարոն Գրեհեմի միջոցով զորավոր կերպով գործեց Օրադեի երկրորդ մկրտակաեկեղեցում, որտեղ մի ժամանակ հովվում էր Ժոզեֆթոնը։ Նրա այցելությունից 3 ամիս առաջ ես այդ եկեղեցում քարոզել էի հոգևոր արթնության սկզբունքների մասին։ Մի հավատացյալ անգլերենով հարցրեց, թե արդյոք կարող է խոսել ինձ հետ։ Նա պատմեց, որ ուրբաթ օրը Սուրբ Հոգին նրան թելադրել էր, որ արձակուրդը կրճատելով անմիջապես վերադառնա Օրադե։ Նա զգացել է, որ կիրակի առավոտյան պետք է լինի իր եկեղեցում, և գալով լսել է հոգևոր արթնության անհրաժեշտության և սկզբունքների մասին տված իմ քարոզը։ Ռումինիայի արթնության համար 11 տարի աղոթել եմ, ասաց նա, շատ եմ ուզում ձեզ հետ ճամփորդել ողջ Ռումինիայով, որպեսզի ավելին սովորեմ հոգևոր արթնության սկզբունքների մասին։ Երբ իր անունն ասաց, հիշեցի նրան։ Ավետարանի ընկերներից մեկը 1 տարի առաջ Ռումինիա էր եկել և ասում էր, թե երբեք չի հանդիպել նման աղոթող մարդու։ Եկեղեցու հովիվների հետ քննարկեցինք նրա ինձ հետ ընկերանալու հարցը, և նրանք համաձայնվեցին, քանի որ նա կարող էր նաև թարգմանչի գործը ստանձնել։ Կարճ ժամանակ անց հասկացա, որ նա չէր ինձանից սովորողը, այլ ես էի նրանից սովորում։ Երբ հարցրեցի, թե ինչ կարծիք ունի ավետարանիչ ընկերոջս քարոզախոսության մասին, ասաց. երբեք չեմ լսել նրա քարոզը։ Ասացի, որքան ինձ հայտնի է, նա մեկ շաբաթ ձեր եկեղեցում է քարոզել։ Գլխով արեց, երբ ինչ-որ մեկը գալիս է ավետարանչության, ես աղոթելու եմ գնում։ Երբ նա եկավ մեզ մոտ, ես մի աղոթքի խումբ կազմեցի, և մենք պաշտամունքից առաջ ու ամբողջ ընթացքում աղոթում էինք։ Եվ տեսանք, որ արդյունքում ընկերդ ամեն երեկո մեծ հունձք է հավաքում։ Քաղաքից քաղաք անցնելիս նա հաճախ ասում էր. «Արի աղոթենք այս քաղաքի և այս երկրի համար», կամ «Արի այսօր ծոմով աղոթենք»։ Նա այն շարունակ նույն կոչն էր անում. «Մենք պետք է աղոթենք, մենք պետք է աղոթենք»։ Արևելյան Եվրոպայում ծառայելու ընթացքում երբեք չէի տեսել, որ այդքան մարդիկ դառնան Քրիստոսին, որքան այդ 2 շաբաթվա ընթացքում։ Վերջին 4 գիշերները անցկացրի մի խոշոր քաղաք համալսարանում։ Այդ 4 օրվա ընթացքում մոտ 1000 հոգի Քրիստոսին ընդունեցին։ Վերջին գիշերն ինձ համար անմոռանալի էր։ Եկեղեցու ամեն անկյուն լցված էր մարդկանցով, բոլոր սենյակները լեփ-լեցուն էին և բազմությունը տարածվել էր մինչև փողոց։ Ես քարոզեցի, իսկ ընկերս թարգմանում էր։ Երկուսս էլ ուժար սպառ էինք եղել։ Թվում էր, թե պատգամս ներգործություն չունի։ Մարդիկ քաղցած էին եկել, բայց ես կարծես թե չկարողացա կերակրել նրանց։ Հետո ինչ-որ բան կատարվեց։ Մինչ քարոզում էի, ընկերս սկսեց լուռ աղոթել ինձ համար, իսկ ես աղոթում էի նրա համար, երբ նա թարգմանում էր։ Մոտ 10 րոպե այդպես իրար համար աղոթեցինք, և ես Աստծուց առաջնորդություն ստացա, որ դադարեցնեմ քարոզս և պարզապես Աստվածաշնչից մեջբերումներ անեմ։ Մոտ 15 րոպե աստվածաշնչյան տողեր էի ասում, իսկ ընկերս թարգմանում էր։ Երևաց Աստծո փառքը, այդ ժամանակ ներսի ու դրսի մարդիկ սկսեցին միաժամանակ արտասվել, Սուրբ Հոգին փշրեց մարդկանց սրտերը։ Այդ երեկո ավելի շատ մարդիկ ապաշխարեցին, քան Արևելյան Եվրոպայում կատարած ցանկացած ծառայությանս ընթացքում։ Կարծում էի, թե երբեք չեն կարողանալու վերադառնալ Արևմուտք։ Հարյուրավոր մարդիկ հավաքվեցին մեր ավտոբուսի շուրջը, նրանք արտասվում աղոթում ու երգում էին։ Մեր նոր ընկերոջը թողեցինք կայարանում, քանի որ պետք է վերադառնար Օրադե։ Նա ասաց. «Դու քարոզելու ծառայություն ունես Արևմուտքում, իսկ ես պետք է վերադառնամ Օրադե և աղոթեմ։ Բիլլի Գրեհեմն է գալու, և ես անպայման պետք է հավաքեմ եղբայրներին,
որպեսզի աղոթենք Սուրբ Հոգու ամենազորավոր ներգործության համար։ Ամբողջ գիշեր ավտոմեքենայով Հունգարիայից Ավստրիա էի ուղևորվում։ Գիտեի, որ կյանքիս մեջ անպայման փոփոխություն է կատարվելու, չէ որ ես աղոթող մարդու հետ էի եղել։ Ռումինիան էլ նույնը չի մնալու, ոչ թե այն պատճառով, որ Բիլի Գրահեմն է այցելելու այնտեղ, այլ աղոթող մարդու առկայությունն է, որ առաջացնելու է այդ փոփոխությունը։ Նորություն չի լինի պարոն Գրահեմի ծառայության հրաշալի արդյունքը։ Նա գնում էր մի այնպիսի երկիր, որտեղ ավետարանչության արմատները թաղված էին աղոթքի հողի մեջ։ Երբ արթնության քամին փչում է, միշտ առկա է լինում ավետարանչի և աղոթողի ծառայության համակցությունը։ Նրանք իրարից անկախ չեն գործում։ Հիսուսը և մեծ բարեխոս էր, և մեծ ավետարանիչ։ Երբ նա իր աշակերտներին պատվիրեց քարոզել, շահել և աշակերտել ազգերին, այսպես ասաց. «Իսկ դուք մնացեք Երուսաղեմ քաղաքում, մինչև որ երկնքից զորությամբ զգեստավորվեք» Ղուկաս 24:49։ Գործք 1. Եկեղեցին աղոթում է, գործք 2. Քարոզում է, գործք 3. Պետրոսն ու Հովհաննեսն են քարոզում, իսկ գործք 4. Եկեղեցին դարձյալ աղոթում է։ Այս նախատիպը տեսնում ենք ողջ Գործք առաքելոց գրքում։ Զարթոնք ապրող եկեղեցում միշտ միահյուսվում է ավետարանչության և բարեխոսության ծառայությունը։ Թերևս Չարլզ Ֆիննին էր ամերիկյան պատմության մեծագույն արթնությունն առաջ բերողը։ Նա ականատես է եղել, թե Քրիստոսի զորությամբ համայնքներ ինչպես են ամբողջությամբ փոխվել։ Բիլի Գրահեմը այսպես է ասել նրա մասին. «Շատ քչերն են այնպիսի խոր ազդեցություն թողել իրենց սերնդի վրա, ինչպես էր Չարլզ Գրանդիսոն Ֆիննին։ Նրա հոգով լեցուն ավետարանչության միջոցով 19-րդ դարում բազմաթիվ մարդիկ Քրիստոսին ճանաչեցին, և դա եղավ Ամերիկայի պատմության ամենամեծ արթնություններից մեկը»։ 1824 թվականի դեկտեմբերի 5-ին Ֆիննին հանդիպում է Դանիել Նաշին։ Նաշը խորապես փորձառել էր Աստծո գործն իր կյանքում և ինքն իրեն նվիրել աղոթքի ծառայությանը։ Հետագայում Աստված հրաշալիորեն շաղկապել էր երես Նաշի և ավետարանիչ Ֆիննիի ծառայություններն արևելյան Նյու Յորքի Էվանս Միլս համայնքում։ Ստորև լուսաբանվում է ավետարանչի և բարեխոսի միասնական զորավոր գործունեությունը։ Քաղաքի բազմաթիվ դեիստներ կարծես որոշել էին խոչընդոտել Աստծո ներգործությանը։ Երիտասարդ ավետարանիչը ճիշտ ժամանակին հանդիպելով նրանց, համոզիչ կերպով քարոզում է հենց ընդդեմ նրանց տեսակետների։ Հետևանքը եղավ Էվանս Միլսի յուրաքանչյուր դեիստի գործնական դարձը։ Էվանս Միլսից ոչ հեռու գերմանական մի համայնք կար։ Երիտասարդ ավետարանչին լսելով, փոխվեց գերմանական համայնքի յուրաքանչյուր անդամ։ Պարոն Ֆիննին ասել է. «Գերմանացիների արթնությունն ավարտվեց ողջ եկեղեցու և ես հավատում եմ նաև գերմանացիների գրեթե ողջ համայնքի դարձով։ Իմ վկայած ամենահետաքրքիր արթնություններից մեկն էր դա»։ Ֆիննին իր ծառայության ողջ ընթացքում հիմնովին ապավինել է բարեխոսական աղոթքին։ Ավետարանչության ծառայությունը միշտ ու միշտ կապված է լինելու բարեխոսության հետ։ Բարեխոսներն էին, որ Մուդիին Եվրոպա բերեցին։ Պարոն Մուդին մի ոտքն Ամերիկա և մյուս ոտքը Եվրոպա դնելով Աստծո փառքի համար ցնցել է երկու մայրցամաքներն էլ։ Նա գնում է Անգլիա՝ լսելու մեծ քարոզիչ Չարլզ Սպերջընին և հանդիպելու արտասովոր հավատի տեր Ջորջ Մյուլլերին։ Լոնդոնում նրան խնդրում են, որ քարոզի քաղաքի հյուսիսային հատվածի ծխական մի եկեղեցում։ Բայց նա եկել էր ոչ թե խոսելու, այլ լսելու, ուստի նա դժկամությամբ է ընդունում հրավերը։ Կիրակի առավոտյան նա քարոզում է աննշան զորությամբ և աննկատելի արդյունքներով։ Կիրակի երեկոյան նա կրկին քարոզում է և մոտավորապես 500 մարդ ընդունում են Հիսուսին դառնալու հրավերը։ Այդ երեկո եկեղեցում մեծ արթնության սկիզբը դրվեց, և Մուդին մխրճվում է աշխարհը ցնցող ծառայության մեջ։ Երբ պարոն Մուդին կատարվածի մասին պատմում է Թորեին, վերջինս ասում է. «Ըստ երևույթին մեկն աղոթել է»։ Մուդին ասում է. «Օհ, ես այդ մասին չէի ասել ձեզ»։ Սա է ողջ պատմության հիմնակետը։ Այդ եկեղեցում երկու քույրեր կային։ Նրանցից մեկը գանված էր անկողնում։
Մյուսը կիրակի առավոտյան լսում է ինձ, գնում տուն և քրոջն ասում. «Ինչ ես կարծում, ով էր այս առավոտ մեզ մոտ քարոզում»։ Պարոն Մուդին Չիկագոյից։ Լսելուն պես քույրը շրջվում է և շփոթված ասում. «Ինչ, պարոն Մուդին Չիկագոյից, ես կարդացել եմ նրա մասին և աղոթել, որ Աստված նրան ուղարկի Լոնդոն, և հենց մեր եկեղեցին։ Եթե իմանայի, որ այս առավոտ նա է քարոզելու, չէի նախաճաշի և ողջ առավոտ կաղոթեի ծոմապահությամբ։ Եվ հիմա քույրիկ ջան, դուրս եկ և փակիր դուռը, թույլ մի տուր, որ որևէ մեկը գա ինձ տեսության կամ ինձ ճաշ ուղարկի, քանի որ ամբողջ օրը աղոթքով ու ծոմապահությամբ եմ անցկացնելու»։ Եվ նրա աղոթքն Աստված լսեց ու պատասխանեց։ Շատերն են լսել Մուդիի մասին, սակայն քչերն են լսել լոնդոնցի աղոթող աղջկա մասին։ Այդպիսի մարդիկ աշխարհի վրա մեծ ազդեցություն կարող են թողնել։ Գուցե նրա շրջապատի մարդիկ կարծել են, թե նա եկեղեցուն նվիրաբերելու ոչինչ չունի, սակայն նրա ընծան ամենամեծն էր։ Շատերը կարծում են, թե իրենք քիչ մասնակցություն կարող են ունենալ Քրիստոսի ավետարանն աշխարհին տանելու գործում, բայց Աստված մեծամեծ բաներ կարող է անել իրեն վստահող անհատի մեջ և յուրաքանչյուր անհատի միջոցով։ Առատ հունձքը մեզ է սպասում։ Հիսուսն ասում է, որ եկեղեցու գործունեության մեջ աղոթելն է առաջնայինը։ Տեսնելով ժողովրդի բազմությունը, Հիսուսը գթաց նրանց, որովհետև հոգնած էին ու ծրված, ինչպես հովիվ չունեցող ոչխարներ, այն ժամանակ իր աշակերտներին ասաց. «Հունձքն առատ է, իսկ մշակները սակավ. արդ աղաչեցեք, աղոթեք հունձքի Տիրոջը, որ մշակներ հանի իր հունձքի համար»։ Մատթեոս 9:36-38։ Աղոթքն ու հունձքը զուգահեռ են ընթանում։ Ավետարանչությունն ու անձնական վկայությունը հունձքի գործիքներն են, իսկ աղոթքը այդ գործիքները գործի գցող վառելանյութն է։ Երբ լիովին ըմբռնում ենք այս սկզբունքը, լրջորեն գիտակցում ենք ավետարանի բարի լուրը ժողովրդին հասցնելու մեր պարտականությունը։ Ոմանք կմխրճվեն անհասանելի թվացող բազմությունների մեջ, ոմանք էլ այդ անելու հնարավորությունը կստեղծեն, սակայն աղոթելը բոլոր հավատացյալների պարտքն է։ Անդրե Մյուրին աղոթքի մասին սքանչելի աշխատության հեղինակը այսպես է գրում. «Կա մի եկեղեցի հրաշալի կոչմամբ և հաստատուն խոստումներով, որը սպասում է իր հրաշալի զորության և պարտքի գիտակցության արթնացմանը, և կա մի աշխարհ դեպի իր կորուստը ընթացող բազմությամբ, որի հույսը լոկ բարեխոսությունն է»։ Յուրաքանչյուր հավատացյալ Հիսուսի աչքերով պետք է նայի մարդկությանը։ Այդպես մեր սրտերը կտոր կլինեն և Քրիստոսի սրտացավությամբ կաղոթենք նրանց համար, իսկ Աստված հնձորների մի հսկա բանակ ոտքի կկանգնեցնի, որոնք Աստծո թագավորությունը կհաստատեն մարդկանց սրտերում։ Մեր աղոթքի հիմնական նյութը սա պետք է լինի։ Պետք է աղոթենք, որ Աստծո թագավորությունը գա և հաստատվի մարդկանց սրտերում։ Հավանաբար քչերն են այս սկզբունքը հասկացել այնպես, ինչպես Դեյվիդ Բրեյներդը 1700-ականների կեսերին։ Նրա միջոցով ավետարանի բարի լուրը հասել է հնդկացիներին։ Շատ հաճախ նա ժամերով առանձնանում և լացով աղոթում էր, քանի որ Հիսուսի սիրով էր սիրում նրանց։ Իր հուշատետրում նա գրել է. «Ես գետին ընկած աղերսում եմ ողջ աշխարհի բարեկամներիս ու թշնամիներիս համար։ Հոգիս ցավում է ոչ այնքան այդ հոգիների, որքան Քրիստոսի թագավորության համար, որպեսզի այն աշխարհում հայտնվի և Աստված ճանաչվի ողջ երկրի վրա»։ Այդպիսի աղոթքն է ազգեր ցնցողը, և այդպիսի աղոթքն է, որ արթնացնում է եկեղեցին։ Այն Աստծո արքայության համար ծառայողների զորք կհանի և սրտերը կպատրաստի Հիսուսի սերն ընդունելու։